Իմ Անի։ Ես Անին եմ, և իմն է Անին։ Ես հպարտությամբ կրում եմ Հայաստանի մայրաքաղաքներից մեկի ամենագեղեցիկի անունը։ Այն հայ նախարարական հայտնի տոհմի Բագրատունիների թագավորության շրջանում դարձավ հայոց մայրաքաղաքը և գույն տվեց, գեղեցկացրեց Բագրատունիների թագավորությունը։ Անսահման հավատի ու փառքի անունը, որ հանգրվանել է մոտ 150 հեկտար մակերեսով այս փոքրիկ սարահարթի վրա, Անին է։ Անին անցել է պատմության քարողիներով, ու նախկին ծաղկուն քաղաքից հիմա մնացել են այս քարակույտերը։ Ժամանակին, երբ Անին փայլում էր իր ողջ գեղեցկությամբ ու շքեղությամբ, ամբողջ աշխարհը նրա համեմատությամբ ավերակ էր թվում, իսկ հիմա, երբ աշխարհն է շեն, իմ Անին դարձել է ավերակ։ Որպես քաղաք այն հիշատակվում է պատմության մեջ շատ ավելի ուշ, քան միջնադարյան մյուս հայկական քաղաքները, ու չնայած ունեցել է կարճ պատմություն, բայց կարևոր դեր է խաղացել հայ ժողովրդի պատմության մեջ և մինչև օրս էլ պահպանում է քաղաքական, առևտրաարդյունաբերական և մշակութային հզորագույն կենտրոնի իր համբավը։ Որպես անառիկ ամրոց պատմության մեջ Անին առաջին անգամ հիշատակվում է հայ հայտնի պատմիչներ Եղիշեի և Ղազար Փարփեցու կողմից։ 5-րդ դարում Անին նույնքան անառիկ էր, որքան Հայաստանի ամրոցներից Արտագերսը կամ Գառնին։ Այն եղել է հայկական այրարատյան աշխարհի Շիրակ գավառի կազմում։ Քաղաքը փռված է եռանկյունաձև սարահարթի վրա, որը 3 կողմից շրջապատված է Ախուրյան գետով և նրա աջ վտակով՝ Ծաղկոցաձոր կամ Անի գետով։ Այս սարահարթն իր բոլոր երակներով միացած է Շիրակի դաշտավայրին ու կազմում է նրա բնական շարունակությունը։ Ախուրյանը, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, իր վտակներով սեր է տվել Անիին։ Շիրակի դաշտավայրը տաղանդով ու ստեղծագործական ուժով է օժտել Անիի զավակներին։ Իսկ Հայաստանի ամենաբարձր գագաթներից մեկը՝ Արագածը ու պատմական Արջոառիչ լեռը իրենց վեհությամբ հովանի են եղել այս քաղաքին։ Անիի անվան ծագման մասին ավանդույթները շատ են, ու դրանցից որն է հավաստին, դժվար է ասել։ Գոյություն ունի մի ավանդություն, ըստ որի քաղաքի հարավ-արևմտյան ծայրում, որտեղ իրար են խառնվել Ախուրյանն ու նրա աջակողմյան վտակ Ալաջան, Աղջկաբերդ կոչված անմատչելի լեռան վրա հեթանոսական շրջանում եղել է Անահիտ աստվածուհու տաճարը, որը հետագայում վերածվել է եկեղեցու։ Այդ տաճարի անունով էլ հետագայում կառուցված բնակավայրը կոչվել է Անի։ Անիի ծագումը լուսաբանելու համար առաջին գիտական փորձը կատարել է Նիկողայոս Ադոնցը, հենվելով Ստրաբոնի մի կարևոր վկայության վրա։ Ըստ այդ վկայության, Ատրպատականում բնակվող ժողովուրդների թվում էր նաև Աենիա կամ Այնիա կոչված ժողովուրդը, որի մի մասը հնագույն ժամանակներում իր այդ բնորանից գաղթել է Հայաստան ու բնակություն հաստատել այստեղ։ Ըստ մեկ այլ տեսակետի, Անին իր անունը ստացել է Բարձր Հայքի Դարանաղի գավառի Անի բերդաքաղաքից, որ հեթանոս հայերի կրոնական կենտրոնն էր։ Վարդան Բարձրբերդցի պատմիչը գրել է. «Զքաղաքն անի, որ կոչի խնամք»։ Պարզ չէ, թե ինչու է այն կոչվել խնամք և ինչ է նշանակում այդ բառը, որը խնամել բառի իմաստը չունի։ Իմ Անին հին Հայաստանի այն հազվագյուտ տեղանուններից է, որը համարյա չի աղավաղվել օտար աղբյուրներում։ Հույն հեղինակներն այն անվանել են Անիոն, արաբները՝ Անա, իսկ մնացած հեղինակներն այն հիշատակել են հենց Անի անվամբ։ Անի բնակավայրը գոյություն է ունեցել հնագույն ժամանակներից, սակայն դրա հիմնադրման մասին հավաստի տեղեկություններ չեն պահպանվել։ Հայտնի է, որ այն որպես ամրացված բնակավայր առաջացել է մ.թ.ա. 100-ամյակներ առաջ։
Նրա պատմությունը հասնում է մինչև այն ժամանակները, երբ հայկական լեռնաշխարհի ցեղերից ու ցեղախմբերից դեռևս ոչ բոլորն էին համախմբվել կազմավորվող հայ ժողովրդի մեջ։ Քաղաքի ավերակներից մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա կա ընդարձակ գերեզմանոց, որն ապացուցում է Անիի վաղ շրջանի պատմության մասին։ Հնագիտական պեղումների ժամանակ այստեղ հայտնվել են նաև կիկլոպյան ամրոցների մնացորդներ։ Այս շրջանի պատմության մասին հայտնի փաստերից մեկն էլ այն է, որ Քրիստոսից առաջ 8-ից 7-րդ դարերում Անին դամբանադաշտ է եղել։ Բագրատունյաց գեղեցիկ մայրաքաղաքն այժմ գտնվում է Թուրքիայի Հանրապետության արևելյան հատվածում։ 20-րդ դարի սկզբին Անին Կարսի նահանգի հետ մտնում էր Ռուսաստանի կազմի մեջ։ Անին մի կարճ ժամանակ եղել է Հայաստանի առաջին հանրապետության կազմում։ Ռուսաստանն ու Թուրքիան Անիի ու Կարսի ճակատագիրը որոշեցին առանց հայերի մասնակցության։ Մինչև վերջերս այն զինվորական փակ գոտի էր, եւ Անի այցելելու համար պետք էր ստանալ Կարսի նահանգի զինվորական իշխանությունների եւ Կարսի թանգարանի թույլտվությունը։ Սակայն այսօր ներկայիս Թուրքական Հանրապետությունը, որն իրեն Անիի տերն ու ժառանգորդն է համարում, այն հռչակել է տուրիստական գոտի եւ հանձնել տուրիզմի նախարարության տնօրինմանը։ Սրանք Անիի մուտքի տոմսերն են, իսկ սա անշուք մի կրպակ, որտեղից կարող եք ձեռք բերել դրանք։ Յուրաքանչյուրը, ով ցանկանում է մի վայրկյան ճանաչել Անին, որը ճաշակի, մշակույթի ու առաջադեմ մայրաքաղաքի կատարելատիպն էր միջնադարում, կարող է վճարել 5 լիրա եւ Անի մտնելու տոմս ձեռք բերել։ Ընդամենը 5 լիրա կամ $3։ Տարվա ընթացքում մի քանի զբոսաշրջիկ կգա ու վերջ։ Ահա Անիի տխուրներ կան։ Քիչ չէ դա մի քաղաքի համար, որ աշխարհի զարդն է եղել։ Քիչ չէ դա մի քաղաքի համար, որ փառքի ու հավատի հանգրվանն է եղել։ Թե մարդկանց մուտքն Անի տոմսով է, իսկ այս կենդանիները։ Ինչ է, սրանք էլ են Անի մտնելիս տոմս ձեռք բերում։ Մշակութային հարուստ ժառանգությամբ հագեցած այս վայրում կովեր են հարածում։ Ժողովրդական ու հանդուրժողական թուրքական պետությունում Անին թանգարան արոտավայր է։ Այս պետության մեջ կենդանիների ու մարդկանց միջև խտրականություն չեն դնում։ Լավ է գոնե Կարսի թանգարանում կովեր չտեսանք։ Երևի Անիում շատ անելիք ունեին ու չէին շտապում հեռանալ այստեղից։ Իր կործանումից հետո անգամ Անին չկորցրեց իր հմայքն ու նշանակությունը հայ ժողովրդի ու նաև օտարների համար։ Այսօր էլ Անիի հավատն ու ոգին իրար միացած իրենց մոտ են կանչում ինձ ու քեզ, որ տեսնենք Անին ու ապրենք, որ տեսնենք Անին ու հավատանք, որ տեսնենք Անին ու իմանանք, թե ինչ է փառքը, որ տեսնենք Անին ու 1000-րդ անգամ հպարտանանք, որ մեր անունն Անի է, տեսնենք, որ ապրենք։ Ամեն եկողի Անիի երկինքը մայրամուտով է դիմավորում։ Այս երկինքը գաղտնիք ունի։ Նա Անիի փառքի վկան է, նրա լավ ու վատ օրերի ուղեկիցը, միակը, ով չի լքել նրան։ Այն տեսել է Անիի ծնունդը, ծաղկումն ու կործանումը, ու մտապահել Անիի պատմության ամեն վայրկյանը։